եկաք տաղավար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Որոնց հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես սկսենք հետեւյալ հարցից։ Իրանը կրակի մեջ է, պատերազմ է, երրորդ համաշխարհային իշխանին ենք կանգնած։ Նախ ինչպես է գնահատում իրավիճակը Իրանի շուրջ ստեղծված, իհարկե արդեն մերձավոր արևելք միամտությամբ եռում, այս մասով ձեր տեսակետը համեցեք։ Իրոք մենք գտնվում ենք մեղմ ասած պայթունավտանգ իրավիճակում, նստած ենք վառոդի տակառի վրա, բառիսմուն իմաստով, որովհետև այն ինչ կատարվում է Իրանի եւ Իրանի շուրջ, դա 5 պակաս է երրորդ համաշխարհային պատերազմից։ Այս առումով ես կցանկանայի մի փոքր անդրադառնալ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի քաղաքականությանը, որովհետև մեզ համար դա շատ կարևոր է, քանի որ գործող իշխանությունները թրիփ կոչվածի Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում երաշխավորի, որ այնտեղ պատերազմ չի բռնկվի, երաշխավոր ոչ պաշտոնական, քանի որ Միացյալ Նահանգները նման բան էլ չի ասել, կարգել են Թրամփին եւ ուզում են ներկայացնել, որ այ Թրամփն է երաշխավորը Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի։ Բայց բոլորը արդեն գիտեն, որ Թրամփի այս քաղաքականությունը մերձավոր արևելքը կոպիտ ասած պայթեցնելու անգամ հավանություն չի գտնում Միացյալ Նահանգներում։ Մեծ մասը դժգոհ է, քաղաքական ուժերից շատերը դժգոհ են, փորձագետները, մամուլը, Թրամփը լուրջ քննադատության է ենթարկում այս քաղաքականության պատճառով եւ երեք The National Interest պարբերականը շատ հետաքրքիր հոդված հրապարակեց Թրամփի մասին, նշելով, որ այս մարդը իրեն դիրքավորել էր որպես խաղաղության նախագահ, սակայն իր իշխանավարման 1 տարիների ընթացքում, եթե հաշվենք 25 թվականի հունվարի 28-ից կարծեմ, նա գործողություններ է ամերիկյան ռազմական ուժերը գործողություններ են իրականացրել ռազմական տիպի, դա հիմնականում հրթիռային հարվածներ են 9 երկրում, այսինքն 9 անգամ Թրամփը տարբեր երկրներում օգտագործել է ամերիկյան ռազմուժը։ Ես մի փոքր ներկայացնեմ այդ երկրները, օրինակ 25 թվականի մարտ Իրաքում է գործողություններ իրականացրել Ալ-Անբար շրջանում, հունիսին 2025 թվականի Իրանում է գործողություններ իրականացնել միջուկային ծրագրի վերացման մասին էր խոսում, չէ՞, հիշում եք։ Այն ժամանակ գործողություններ իրականացնելուց հետո հայտարարեց, որ վերջ մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային պոտենցիալը, այլևս Իրանը չի կարողանալու շարունակել իր միջուկային ծրագիրը։ Հիմա կրկին գործողություն է իրականացնում ու կրկին ասում է վերացնելու ենք Իրանի միջուկային ծրագիրը։ Եղբայր, եթե դուք վերացրել եք հունիսին 2025 թվականի այդ միջուկային ծրագիրը, հիմա կրկին այդ վերացրած ինչպես եք վերացնում։ Սա հարցեր է, որոնց պատասխանները կարծում եմ յուրաքանչյուրը կարող է տալ։ 25 թվականի ապրիլին Կարիբներում է ռմբակոծում նավեր, հետո գալիս ենք 25 թվականի դեկտեմբեր, այստեղ կարծեմ էլի մերձավոր արևելքում, 25 թվականի դեկտեմբերին Սիրիայում, 26 թվականի հունվար արդեն Վենեսուելայի նախագահի եւ կնոջ առևանգում, իսկ արդեն 26 թվականին փետրվարին Իրանում։ Այսինքն այս մարդը, որը խոստանում էր 24 ժամվա ընթացքում դադարեցնել ռուս-ուկրաինական այդ պատերազմը, ըստ էության 12 ամսվա ընթացքում ոչ միայն չի դադարեցրել այդ պատերազմը, այդ հակամարտությունը, այլ նաև 9 անգամ տարբեր կերպ հարվածել է տարբեր երկրների տարբեր նպատակներով։ Ես ինչու եմ սա նշում, որովհետև 2025 թվականի օգոստոսին, երբ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը գտնվում էին Բաքվում, այնտեղ ինչ-որ բաներ նախաստորագրեցին, հուշագրեր եւ մեծ խաբարով Նիկոլ Փաշինյանը թուղթ թափարելով հայտարարեց, որ վերջապես Թրամփի խավորությամբ 30 տարվա կոնֆլիկտից հետո հնարավոր է եղել խաղաղություն հաստատել եւ առաջարկեց Թրամփին արժանացնել խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նրան երկրորդեց Ալիևը նշելով, որ այո, իրենք դիտարկում են այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանի հետ դիմեն այդ կազմակերպությանը
որպեսզի Թրամփը Նոբելյան մրցանակ ստանա։ Այսինքն հասկանում եք Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության երաշխավոր ներկայացնում է մի մարդու եւ ներկայացնում է որպես խաղաղության հրեշտակ, կոպիտ ասած, որը ըստ էության հիմա այս պահին, եթե չհաշվենք այն 9 դեպքերը, 8 դեպքերը Իրանը հանած, հենց հիմա պայթեցնում է Մերձավոր Արևելքը հենց մեր քթի տակ։ Մենք գիտենք, որ Ալիևը բազմաթիվ նկարտումներ ունի Հայաստանի նկատմամբ, նա Արցախը կերել մարսել է, հիմա հերթը Հայաստանինն է, հիմա թող Հայաստանի իշխանությունները կամ այդ իշխանություններին կուրորեն հավատացողները չնշեն, թե խաղաղություն է հաստատվել այլևս, Ադրբեջանը նկարտումներ չունի Հայաստանի տարածքների նկատմամբ, հարգելիներս կամ ոչ այդքան հարգելիներս մի քիչ ուշադիր եղեք Ալիևի հայտարարություններին, որովհետև Ալիևը ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի չի ստում հայ ժողովրդին։ Ալիևը հստակ ասել է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է։ Նա հստակ ասել է, որ Հայաստանում պետք է բնակեցվի, խոսում է 300,000 թվի մասին ադրբեջանցիներով։ Այսինքն սրանից լավ նկարտումներ, սրանից պարզ նկարտումներ Ադրբեջանի կողմից էլ որը կարող է լինել։ Դրան գումարած նաև Ալիևի այն հայտարարությունը, որ իրենք քայլելով են մտնելու Երևան, եւ այս ամենը երբ ամբողջացնում ենք, մենք տեսնում ենք, որ Ալիևը ուղղակի սպասում է հնարավորության, որպեսզի փափուկ ուժի, ինչ որտեղ նաև կոշտ ուժի միջոցով կարողանա գլուխ բերել այսպես կոչված իր արևմտյան Ադրբեջան կոչվող զառանցանքը։ Հիմա մենք երեք տեսանք, որ ըստ էության Ալիևը արդեն սպառնալիք է հնչեցնում Իրանի հասցեին եւ ինչ իրավիճակ է Նախիջևանի ուղղությամբ միջոց արձակված հրթիռի վրա ադրբեջաներեն գրառում կար։ Դե այստեղ է, տեսեք, հրթիռի հետ կապված այդ Նախիջևանի օդանավակայանին հարվածելու։ Այո, տեսեք, Իսրայելը, Միացյալ Նահանգները կցանկանային, որ Իրանի դեմ օպերացիային ներգրավված լինեին հնարավորինս մեծ թվով պետություններ, իրենք հնարավոր բոլոր պետություններին ներքաշել են այդ կոնֆլիկտի մեջ, պետք է նշել, որ իրենց դաշնակիցները, օրինակ Իսպանիան հրաժարվեց մասնակցել այդ օպերացիային, բայց իրենք դեմ չէին լինի նույնիսկ պրովոկացիաների միջոցով, օրինակ Ադրբեջանին ներքաշել այդ հակամարտության մեջ, ինչու չէ նաև Հայաստանին ներքաշել այդ հակամարտության մեջ, որովհետև դրանով ամբողջությամբ կպայթեցնեն Իրանի սահմանակից գրեթե բոլոր երկրները եւ Նախիջևանի վրա այդ անհասկանալի դրոնի պայթելը մի քիչ հարցեր են առաջացնում, արդյոք դա սադրանք չէ, արդյոք դա արված չէ այն բանի համար, որ Ալիևը սկսի ռազմական գործողությունների նմանվող ինչ-որ քայլեր Իրանի նկատմամբ, Իրանը արդեն ստիպված կլինի այս կողմում պատասխանել, մի խոսքով սա հակասական իրավիճակ է ստեղծում, բայց դա չի բացառում, որ Իրան-Ադրբեջան սահմանին ինչ-որ միջադեպեր կարող է լինել, կապանում լսվածը ըստ պաշտոնական տեղեկությունների, դրանք Ադրբեջան-Իրան սահմանին ինչ-որ հոպի աշխատանքի ձայներ են կամ հրետանու ինչ-որ ձայներ են անհասկանալի է, միջև վերջ չեն բացատրում, այս իրավիճակում ակնհայտ է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի, բանակը բերվի բարձր մարտական պատրաստության վիճակի, որպեսզի յուրաքանչյուր պահի կարողանա հետ մղել Հայաստանի սպառնացող վտանգները, իսկ որ այդ վտանգները կան, ելի նշեմ ակնհայտ է, հիշելով Ալիևի նախորդ հայտարարությունները, այն որ Միրզոյանն ու Բայրամովը քաղցր զրույց են ունենում կամ այդպես ներկայացվում է, որ իրենք շատ քաղցր զրույց են ունեցել եւ հիմնական ենթատեքստը այն էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը երաշխավորում են տարածաշրջանի, շահագրգռված են եւ իրենց ներկայացնում են որպես տարածաշրջանի անվտանգության եւ կայունության երաշխավոր, դա զուտ խապկանք է, ժողովրդի աչքին թոս փչելու
փորձ, որովհետև յուրաքանչյուր պահի, երբ զգացին, որ Իրանը թուլացել է եւ կարող են արդեն իրենց վաղեմի նկարտումները Իրանի նկատմամբ իրականացնել, մեկը Ադրբեջանը, նաև դեմ չէ լինի Թուրքիան, խոսքը գնում է ադրբեջանցիների մասին, այնտեղ բազմամիլիոնանոց ադրբեջանցիներ կան այնտեղ, եւ այդ իրավիճակում Ալիևը հաստատ կդիմի գործողությունների թե Հայաստանի նկատմամբ, թե նաև Իրանի նկատմամբ, այնպես որ այդ խաղաղությունը, որը երաշխավորել է Թրամփը, ամենևին իմիջիայլոց Թրամփը չի երաշխավորել այդ խաղաղությունը, ուղղակի Հայաստանի իշխանություններն են այդպես ներկայացնում, կարող է մեկ վայրկյանում պայթել ուղղակի եւ Հայաստանը հայտնվել նաեւ ռազմական կատաստրոֆայի առջեւ։ Այսինքն այդ շոու խաղաղությունը, որը կուկուռուզ ու պերաշկի ուտելով բեմադրում է Նիկոլ Փաշինյանը, դա շատ հեղեղուկ հիմքերի վրա է եւ եթե չկա երաշխավոր Մայր Հայաստան կուսակցությունը հանդես է գալիս հենց այդ ծրագրով, որ խաղաղությունը պետք է երաշխավորված լինի ու հստակ երաշխիքներով, հստակ կետերով։ Իսկ եթե երաշխավորված չէ, այն կարող է յուրաքանչյուր պահի պայթել եւ մենք կրկին կանգնենք կոտրած տաշտակի առաջ, հետո էլ Նիկոլ Փաշինյանը ասի՝ դե կներեք, սխալվեցի, այն ժամանակ ուրիշ ձև էի մտածում, հիմա ուրիշ ձև եմ մտածում։ Եվ դա ներկայացնի ոչ թե որպես ստախոսություն, տգիտություն, որ չի կանխատեսել ճիշտ ժամանակին, այլ ներկայացնի որպես, ասենք, փոփոխվելու միտված ինչ-որ քայլ։ Այդքան։ Խոսում եք այն մասին, որ Հայաստանում կարող է ռազմական իրավիճակը պայթել, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Կլինի անջատեք էլի Մայրամ ջան։ Տեսեք, այս ամեն ինչը կուկուռուզ ուտելը, պերաշկի ուտելը, բարբարային բառերով եմ օգտագործում այդ ամեն ինչը, կոպեկ ուզելը, ձնակնդի խաղալես, ռաբիզ երգերի տակ սրտիկներ անելը, սա միտված է իր ներկայացրած շոու խաղաղությունն ամրապնդելուն։ Այսինքն նա փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ ժողովուրդ ջան, տեսեք, տարածաշրջանը պայթում է, աշխարհը պայթում է, արդեն կանգնած է աշխարհը էներգետիկ ճգնաժամի առջև, գազի գները, նավթամթերքի գները Եվրոպայում արդեն ռեկորդներ են խփում, բայց մենք ոչ մի խնդիր չունենք, ժողովուրդ ջան, հələ նայեք, ասենք, կարանք պերաշկի էլ ուտենք, ռաբիզի տակ պարենք էլ, սրտիկներ էլ ուղարկենք ու մտածելու ոչ մի բան չունենք եւ դրա համար ում պետք է շնորհակալություն հայտնենք, իհարկե Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենը արվում է այդ կրկեսը ժողովրդին մատուցելու համար։ Ցավոք սրտի, շատ որոշ մարդիկ Չէ, ես բացատրում եմ, սա այս ամեն ինչը արվում է, որպեսզի ժողովրդին ներշնչվի շոու խաղաղության օրակարգը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հասել ենք մի իրավիճակի, որ այնքան խաղաղ ենք, որ ներքև ասենք մի քանի 10 կիլոմետր հեռավորության վրա աշխարհը պայթի, մեզ ոչ մի բան չի լինելու, բայց հարգելիներս, նման բան երկրագնդի վրա դեռևս չի եղել։ Այսինքն, երբ մենք գտնվում ենք պայթունավտանգ տարածաշրջանում, ինչքան էլ չխառնվենք, ինչքան էլ խոսենք խաղաղությունից, ինչքան էլ գցնենք Ալիևին, ինչքան էլ չգիտեմ, ինչ անենք, նույնիսկ այնտեղի պայթունի ռեզոնանսը, ալիքները մեր վրայից անցնելու են։ Այս պերաշկի ուտողը, ասենք, կարող է պատասխանել հետևյալ հարցին. Եթե Իրանում երկարաձգվեց ու դա ամեն ինչ խոսում է այդ մասին, որ երկարելու է սա ամեն ինչ այս կոնֆլիկտը, եթե այնտեղ տեղի ունեցավ կոնֆլիկտի երկարացում, այդ դեպքում արդյոք հաշվարկել են, թե ինչ են անելու բազմամիլիոնանոց փախստականների հետ, որոնք կարող է հատեն նաև Հայաստանի սահմանը, ինչպես են վարվելու այդ մարդկանց հետ, ինչ քաղաքականություն է տարվելու։ Մենք գիտենք, որ Իրանում ապրում են նաև հայերի նկատմամբ ոչ այդքան բարեկամական տրամադրված ադրբեջանցիներ, ինչ են անելու այդ ադրբեջանցիներին, ընդունելու են, չեն ընդունելու, ինչպես են այդ համակարգումը կատարելու, մի խոսքով մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ նստած վառոդի տակառի վրա, պայթունավտանգ, որի տակից կրակ է վառվում, ու հանգիստ ասենք սրտիկ ենք անում ու պերաշկի ենք ուտում։ Այդ տպավորությունն է իմ մոտ։ Իսկ պայթունից Նիկոլ Փաշինյանը չի դուժելու։ Նիկոլ Փաշինյանը այնքան փող ունի, որ կարող է նստել ու 1 ժամվա ընթացքում հեռանալ Հայաստանից։ Այդ դուք ժողովուրդ պետք է մտածեք, թե
ինչի հետ եք հետագայում գործ ունենալու։ Մենք անպայման խոսենք այդ ինչ փող ունի, որովհետև դուք հետևողական թալանից եք իրենց խոսում, բայց գալով վերաշխու թեմային, հա, տեսեք, մեր նախնական զրույցում էր, հա, խոսեցինք հենց այդ մասին, իրենք այլևս գիտեն իրենց վարկանիշի խայտարակ անկումը եւ ունենալով այդ վախերը դրա համար են այսպես են կետվնել դուր, չնայած պատիմեր մի քանի հայրենակիցների դուր ուղղակի շրջկասում են իրենց դեպքին, թույլ չտալով իրենց հաստատություններ մտնել, տիրապետում են արդյոք այո իրենք այդ իրավիճակին, բայց նաեւ սրա զուգահեռ տեսնում ենք իրենց խայտարակ ցինիկ պահվածքը ազգային ժողովում Փաշինյանի ձևաձգումները, Լեր Սիմոնյանի հայտարարությունները նախագահների վերաբերյալ եւ ոչ միայն խնդրեմ։ Իրենք ակնհայտ գիտեն, որ իրենց վարկանիշը ասֆալտային է, պատահական չեն այս ջղացկումները ամենևին, որ իրենք ընկել են արդեն մարզեր, սկսել են նախընտրական քարոզարշավ, այդ պերաշկի կուկուրուզ օպերացիաները, ժողովրդի մարդ երևալու այդ շոուները հենց միտված են դրան, որովհետև Նիկոլ Փաշինյանին համապատասխան կառույցները, նաև ինչ-որ միջազգային ընկերություններ, որոնք շահագրգռված են օրինակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու հանգամանքով, նրա առջև դրել են թղթեր, որտեղ ասված է, որ ինքը այս վարկանիշով հնարավորություն չունի 2026 թվականի հունիսին կրկին վերարտադրվել վարչապետի աթոռին։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը իր թիմը Ալեն, չգիտեմ, Սուրեն Պապիկյան, մնացածներին հավաքել լցել է մի հատ ուրախ ավտոբուսի մեջ, այդ ցիգանսկի տաբր են ասում, հա, ու Հայաստանով մեկ փորձում է իր վարկանիշի բարձրացման վրա աշխատել, բայց ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի 1%, 2% այս կողմենքով իրավիճակը չի փոխելու, որովհետև իրենք էլ գիտեն, իրենց աշխարհաքաղաքական տերերն էլ գիտեն, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը որևէ շանս չունի նորմալ ընտրությունների միջոցով վերարտադրվելու, ինչ ուզում է անի, Նիկոլ Փաշինյանին ընտրազանգված այլևս կարծրացած է, դրանք արդեն կողմնորոշված են, ոչ իրենք աճում են, ոչ էլ առանձնապես այդտեղ կորցնում է այս ընթացքում իր այդ ընտրազանգվածից, հետևաբար ինքը ինչ էլ անի, անելու է այդ մարդկանց համար, ովքեր ամեն դեպքում իրեն են ընտրելու, բայց մնա նոր մարդիկ ներգրավել, նոր մարդկանց համոզել, որ գնան իրենց նման ապիկար, անտաղանդ, քաղաքական առումով իմպոտենտ իշխանության ընտրեն, Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանալու։ Այդ պատճառով է, որ հիմա համացանցը սկսում են լցնել մի անհայտ, անհասկանալի ծագումով արդյունքներով, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը 2 անգամ, 3 անգամ բարձր վարկանիշ ունի, բայց հարկելիներս դրանք մանիպուլյացիաներ են, որովհետև նույն ձևի կարելի է բերել մի 10 սոցհարցում, որտեղ ցույց տրվի, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ասֆալտային է, ժողովրդի մեծամասնությունը հավանություն չի տալիս կառավարության քաղաքականությանը, չի ընդունում Նիկոլ Փաշինյանի խիստ բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եւ նրա անձը, այսինքն սա կարծես վերածվել է սոցհարցումների արդյունքներով մենամարտի, որտեղ իշխանությունը իր բոլոր գործիքներին, լծակներին լցել է դաշտ ու փորձում է, ասենք Ալեն այսօր դրել է ինչ-որ անհասկանալի ծագման սոցհարցում ու նշում է, որ տեսեք իշխանության վարկանիշը այսքան է, չգիտեմ ինչքան էր 15 էր, 19 էր, բայց մի բան պետք է ֆիքսել, որ իրենք ԿՊԱ-ականները այլևս ունեն իշխանության ռեյտինգը միայն, յուրաքանչյուր իշխանություն ունի վարկանիշ, ով ուզում է լինի, դա տատանվում է 10-ից 15%-ի սահմաններում, այսինքն ում էլ բերեն տնեն, Նախուրյանցի անոյն էլ բերեն տնեն Նիկոլ Փաշինյանի տեղը, Ախուրյանցի անոն ունենալու է 10-ից 15% վարկանիշ, դա այդպես է ժողովրդի մտածելակերպի յուրահատկություններից մեկն է, հետևաբար իրենք, որ հպարտանում են, ասենք 19%-անոց վարկանիշով կամ 16%-անոց վարկանիշով, այդտեղից թող 15-ը հանեն ու ուրախանան իրենց 1 կամ 4%-անոց վարկանիշով, իրենք այս սրա համար են իրենց պատեպատ տալիս, այս սրա համար են իրենք իրենց կոտորի Գյումրի 2 սցենարի հնարավոր կրկնությունը թույլ չտալու համար փորձում են վարկապեկել այդ Գյումրի 2 սցենարի կրկնությունը հանրապետական մասշտաբով, բայց ինչ է Գյումրի 2-ը ըստ էության
առիթներ եղել է բազմաթիվ անգամներ ներկայացրել են Գյումրի 2-ի մասինը, որ նորմալ ընտրությունների պայմաններում, որտեղ մասնակցում է թե իշխանության ներկայացուցիչները, թե ընդդիմության ներկայացուցիչները, տեղի են ունենում ընտրություններ, որի արդյունքում հավաքական ընդդիմությունը հաղթում է հավաքական իշխանությանը։ Այստեղ հավաքական իշխանության մեջ դնում ենք նաև եվրոբաժանաղների կամ եվրոթուրքերի այդ կուսակցություններին կամ դրանց դաշինքին։ Հաղթում է եւ ընտրական պրոցեսների միջոցով սահմանադրական կարգը պահպանելով գալիս է իշխանության։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանն ու իր այդ ուսապարկերը դժգոհում են Գյումրի 2 սցենարից, ապա իրենք դժգոհում են, այսինքն իրենց դուր չի գալիս սահմանադրական ճանապարհով ընտրական պրոցեսների արդյունքում Հայաստանում իշխանության փոփոխությունը։ Իրենք կրկին ուզում են, ասենք, ուզուրպացնել իշխանությունը, իրենց դուր է գալիս հակասահմանադրական պահվածքը։ Այս հոդվածներով ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի դիմակիցների նկատմամբ կարելի է քրեական գործեր հարուցել, որովհետև չի կարելի, ասենք, չգիտեմ, վարկաբեկել կամ ասենք հանցագործություն ներկայացնել մի գործընթաց, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության օրենքների եւ սահմանադրության շրջանակներում։ Մեկ այլ հարց, իհարկե դուք ոնց որ առիթ ունեցել եք դրան անդրադառնալու կարծեմ, բայց կինը բաժանվեց, գնաց, կամ չգիտեմ, գնաց, չբաժանվեց, նախ եթե ինչ-որ ասելիք այս մասով ինչ կարծիք ունեք եւ դուք նաև հետևողական խոսում եք հենց Աննա Հակոբյանի անվան շուրջ Թալանի մասին, արդյոք ինքը պատասխանատվությունից խուսափելու է թե ոչ, խնդրեմ։ Ինձ թվում է, այստեղ պատասխանատվությունից խուսափելու կամ չխուսափելու պատասխանը պետք է տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին եւ կարծում եմ, որ նա կքվեարկի ոչ միայն Աննա Հակոբյանի, այլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մյուս թիմակիցների պատասխան տալու օգտին։ Այսինքն նրանց մերժելով հնարավորություն կտա Հայաստանի իրավապահ մարմիններին, դատարաններին անկախանալ եւ լուրջ հետաքննություն իրականացնել թե Աննա Հակոբյանի հետ կապված, թե Նիկոլ Փաշինյանի հետ կապված, թե նախկին Աներձակի հետ կապված, թե Ալեն Սիմոնյանի հետ կապված, Տիգրան Ավինյանի հետ կապված, ելում նշենք, շատ են դա նախարարներով, չգիտեմ, մի խոսքով ոստիկանապետներով եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, բազմաթիվ վարկածներ կան, մեծ մասը չի հավատում, որ դա իսկական բաժանություն է տեղի ունեցել, այսպիսի վարկած կա, դրա իսկությունը չեն կարող ստուգել, որ այս բեմադրությունը կազմակերպվեց այն բանի համար, որպեսզի Աննա Հակոբյանը հնարավորություն ունենա լքել Հայաստանը, ավելի շուտ լքել Հայաստանը, տիրություն անել այն հնարավոր միլիոններին, որոնք իրենք աշխատել են իշխանությանը գտնվելու ընթացքում, եւ երբ հունիսի 7-ին իշխանությունը կորցնի Նիկոլ Փաշինյանը, արդեն Աննա Հակոբյանը արտասահմանում այդ հիմքերը սարկած լինի, որ Նիկոլ Փաշինյանը միանգամից հանգրվանի այդ հիմքերի վրա։ Այդ տարբերակն էլ կա, նաև տարբերակ կա, քննարկվում է, որ Աննա Հակոբյանը այս ամեն ինչը կազմակերպել է հնարավոր ուշադրությունից իր վրայից ուշադրությունը շեղելու եւ քրեական հոդվածները մեղմելու առումով հազար ու մի բաներ կան այստեղ, ես չէի ցանկանա ուղղակի մտնել այդ ներընտանեկան խնդիրների մեջ, բայց քանի որ իրենց ընտանիքը արդեն դարձրել են քաղաքական գործընթացների մաս, անընդհատ իրենց ընտանիքը բերում են առաջի պլան ուշադրության կենտրոնում, ինձ համար շատ տհաճ է այդ ամեն ինչը քննարկել, բայց քանի որ ելի եմ կրկնում, խոսում ենք հանրային շահի մասին, խոսում ենք մեր հանրային ռեսուրսների տիրապետման մասին եւ Աննա Հակոբյանը անմասն չի պահել իրեն այս ամեն ինչից, հետեւաբար մենք ստիպված ենք հնչեցնել այն տեսակետները, այն կարծիքները, որը կան մեր հասարակության մեջ։ Գանք արդեն ընդհանուր իրենց թալանին չնայած մինչև իրենց թալանը ես ուզում եմ հատես պատկերներ տեսնենք, երեք սպառապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Միջադեպ եղադրում, երբ Սասիո Միքայելյանը ԵԿՄ-ականների հետ այնտեղ էր։ Այո։
այլևս Սպարապետի շիրիմի ծաղիկ է խոնարում, իրենք սպարապետի և մեր մյուս հայրենակիցների զեռապազատագրված հայրենիքը հանձնել են Թուրքին, իրենք և իրենց ինքը անձամբ Սասուն Միքայելյանը դեռ 18-ին գոռում էր, որ այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրումը, և երեկ է Սասուն Միքայելյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հոյակապ արտաքին քաղաքականություն է վարում, խնդրեմ։ Այսինքն Սասուն Միքայելյանը այլ բան ինչի պետք է ասեր, այն ասենք իր այդ ազատամարտիկի իմիջին մի խափնվեք, որ փորձում է հասարակությանը կերակրել, որի պրինք երկրապահ է, ազատամարտիկ է, հայրենասեր է, մտածում է հայրենիքի պահպանության մասին, երկիր պահելու մասին, վերջը իրենց կազմակերպությունը այդ մասին է, չէ, երկրապահ է կոչվում, բայց այդ նույն երկրապահն ըստ էության ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկիրը հանձնելու քաղաքականություն, այս բարակայում նկատի ունեմ Արցախը։ Այդ նույն Սասուն Միքայելյանն էր, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած գոռգոռում էր, որ 18 թվականի հեղափոխությունը ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը։ Այդ նույն Սասուն Միքայելյանն էր, որը աջակցել է Նիկոլ Փաշինյանին իր բոլոր նախաձեռնություններում, իր բոլոր քայլերում 18 թվականից առաջ էլ հետո էլ։ Այսինքն մենք գործ ունենք մի մարդու հետ, նույն Սասուն Միքայելյան, ասենք իր տղին Նիկոլ Փաշինյանի մոտ տեղավորելա որպես քաղաքապետ, կարծեմ Հրազդանի քաղաքապետն է, չէ՞ իր տղան։ Այսինքն այդ մարդը Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվելով եւ աջակցելով նրա բոլոր հնարավոր նկրտումներին ու քայլերին, ուղղակի հետապնդում է զուտ ոչ միայն քաղաքական, այլ ֆինանսական շահ, նյութական շահ, իշխանության լծակներին տիրապետելու շահ եւ բարեհաջող իր ծրագիրը իրականացնում է։ Նիկոլ, ասենք Սասուն Միքայելյան ինչ կապ ունի հայրենասիրության, երկրի պահպանման, չգիտեմ, երկիր պաշտպանելու հետ։ Այդ մարդը, ասենք, քաղաքական խնդիր է, իր անձնական շահերը բավարարելու առումով անձնական խնդիր է լուծում։ Այստեղ էս մարդուն, ասենք, նույն հաջողությամբ, ասենք, կարող ենք քննարկել նույն Ալեն Սիմոնյանին կամ ասենք մյուսին, ժողովուրդ ջան, մի խափնվեք այդ Բեղերին, այդ ազատամարտիկ երկրապահ եւ այլն, այդպիսի բան Հայաստան Նիկոլ Փաշինյանի կողքը գտնվելով դուք չեք կարող անել։ Մարդը, որը ասում է մոռացեք Մասիսը, մոռացեք հայոց ցեղասպանությունը, մոռացեք Արցախը, ասենք այդ մարդու կողքին, ասենք իրական երկրապահ կանգնի։ Մանիպուլատիվ հարցեր տալիս, ով է մոռացել Արցախը։ Շեֆը։ Չէ, ինքը շեֆը հասկանալի է ինչ անում, բայց ինքը դե այդ շեֆի քայլերը ինքը կարող է երազում Արցախը տեսնում է, հնարավոր է, ասենք, չգիտեմ, կարող մտքի նույնը Վազգեն Սարգսյանն էլ է կարող է տեսնում, այսինքն երազի մեջ, օրինակ կարող է ինքը երազի մեջ է Արցախ անունը տալիս, որովհետև եթե բարձրաձայն տա Նիկոլ Փաշինյանը կարող է շատ վատ վերաբերվի իր հետ, օրինակ ասենք զրկի ինչ-որ լծակներից, ինչ-որ աղբյուրներից ֆինանսական, այսինքն Սասուն Միքայելյանը, ասենք դասական ԿՊՇ-նիկ, տենց ասենք, էլ ինչ ասենք, էլի, ոչ մի բանով չի տարբերվում, ուղղակի ԿՊԱ-կանի հանրության կողմից ընդունված մի հատ մոդել կա, որ չեմ ուզում ասել, ասենք ինչ տիպի մասին է խոսքը, Սասուն Միքայելյանը իր բեղերով բանով մի քիչ տարբերվում է, էլի, մի քիչ նախկինոտ տպավորություն է թողնում, որ դրա համար շատերը բան են անում։ Բայց չի մոռացվելու, իրուն ասում է եւ ինչպես մեր հայրենակից հետ եղավորելու իրեն հիշեցրեց։ Մայրամ ջան, ընդհանրապես մոռացվելու է թե չի մոռացվելու, հունիսի 7-ի ընտրությունները կտան է դրա պատասխանը։ Մենք կարող է չմոռանանք, բայց մեր չմոռանալը որևէ գրոշի արժեք չունի, եթե դրան չի հետևում իրավական գործընթացներ։ Այս մարդիկ, մենք որ ասում ենք պետք է պատասխան տան, պետք է պատասխան տան օրենքի եւ դատարանի առջեւ։ Ու ես համոզված եմ, որ շատ հարցեր կա, որ կարող են հղվել դե Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև Սասուն Միքայելյան։ Կամ ամեն դեպքում իրենց թալանին եւս մեկ անգամ իրենք ինչպես են փորձում սվաղել, լղոզել են իրենց թալանը, բայց ինչն է իրականում, խնդրեմ։ Ես էլի կրկնեմ, որ ես շատ կզարմանամ, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանությունը թողնելուց հետո ամռանա, չպարզվի, որ ինքը դոլարային միլիոնատեր է։ Ես
ներքին համոզվածություն ունեմ, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը օգտագործել է որպես բիզնես հարստանալու համար, հսկայական միջոցներ հետ գցելու համար, ամեն օր մամուլում պայթում են տեղեկատվություններ այս կամ այն իշխանավորի մուտք գործարքների մասին, վերջերս կրկին հրապարակում եղավ, կարծեմ իշխանություն լրատվամիջոցներ, հրապարակից մի շատ տարօրինակ փաստաթուղթ, կարծես որը չի է երկվել, թե ինչպես Ալեն Սիմոնյանը, կարծեմ Սուրեն Պապիկյանը, էլ ինչ որ մարդիկ կային, հիմա չեմ հիշում կոնկրետ անունները, հոդվածը կա, կարող եք մտնել կարդալ, ասենք 50 միլիոն, 30 միլիոն, 7 միլիոն փոխանցել են Ջերմուկ Կրոպին, մեկ օլիգարխի, որը կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին։ Հետո իրենք այդ Ջերմուկ Կրոպի կողմից կառուցվող, կարծեմ Բյուրեղ թաղամասում ինչ որ բնակարաններ են ձեռք բերել։ Մարդ կարդում է ու ապշում է սրանց այդ անհասկանալի ֆինանսական կասկածելի գործարքներից, ինչ են ուզեցել անել, ինչպես են ուզեցել այդ ամեն ինչը քողարկել, ելի եմ կրկնում, որ այս ամենի պատասխանները պետք է շատ լուրջ հետաքննություն իրականացվի, դատարանով ապացուցվի եւ սրանց հիմա շատ են խոսում ապօրինի գույքը հետ բերելու մասին, չէ՞։ Այ ապօրինի գույքի հետ բերման իսկական գործընթաց կսկսվի հունիսի 7-ից հետո։ Այ պետք է հատիկ առ հատիկ, ինչպես ինքն է նշում, քյաբաբ առ քյաբաբ, չգիտեմ, զարդ առ զարդ, դոլար առ դոլար Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հետ գծածները քննվեն ու հետ բերվեն։ Այսինքն այդ մարդիկ, որ իրենք ներկայացնում են, թե վարկի տակ են կապը, վարկով են կապրում, չգիտենք, հիպոթեկով են ձեռք բերել, այդ ինչ որ որոշ խավ է իրենց մոտ այդպեսին, այ բարձր ավելի աստիճանով չինովնիկները ընդհանրապես ոչ հիպոթեկի տակ են, նույն Արարատ Միրզոյանը խոսքի այն ժամանակ ասում էր, որ բանկերը ինչ չեն վստահում, պատկերացնում եք, ասեք բանկի համար անվստահելի մարդ ա եղել 2018 թվականին Արարատ Միրզոյանը, որ նույնիսկ հերոստացույց չեն տվել այդ տղուն, հիմա մի 5-6 տարի հետո արդեն առանձնատներ է ձեռք բերում իբր հիպոթեկով։ Այսինքն այս ամեն ինչի պատասխանը նույն Ավինյանը, ինչ եք մտածում, Ավինյանը հնարավոր է որ դոլարային միլիոնատեր չլինի։ Հիշեք ով էր Ավինյանը նախքան ընտրությունները, ով էր Պանիկովսկին ընտրություններից առաջ եւ ով է հիմա Տիգրան Ավինյանը իր ֆինանսական հնարավորություններով, դրա մասին է խոսքը։ Անիֆի գործով որևէ առաջընթաց կա, չկա, որևէ մեկը ձայն չի անում։ Ինչ եղան այդ միլիոնները պետական բյուջեի կողմից հատկացված, որևէ մեկը պատասխանատվություն կրել է այդ ամեն ինչի համար, այդ ամեն ինչի կորստի համար, չեն կրել, բայց ամեն օր մենք ականատես ենք լինում բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացների, որոնց պատասխանը էլի եմ կրկնում, այս իշխանությունը չի տալու, այս իշխանությունը իր քարոզչական հնարքներով ուշադրությունը շեղելու է նախկինների գույքի նախկիններից, չգիտեմ, ապօրինի գույք բռնագանձելու տեն ինչ շոուներ, բաներ, եղբայր, հələ մի րոպե էլի, արեք ձեր ապօրինի հարստացման մասին մի հատ պատասխան տվեք, հա, հետո նոր անցեք նախկիններին, դուք այդ նախկինների այդքան որ խոսում եք հիմա ընտրություններից առաջ ավելի են իրենց ճղում, 8 տարի ժամանակ ունեիք, հենա գնայիք, եթե ճիշտ եք ասում, դատարանով, բանով վերցնեիք, այդ որ ասում եք դատարանները անկախ, ինչ դատարան, ինչ անկախության մասին է խոսքը, երբ WhatsApp-ով, չգիտեմ, զանգերով եք այդ ամեն ինչը, ՊՏԽ-ի նախագահ, ասենք հրաժարական է տալիս WhatsApp-ի SMS-ից հետո խոսում են դատարանների անկախության մասին, այդ դուք չեք դատարաններ շրջապակողները, այդ ձեր կամքով ու թելադրանքով չէ, որ շատ հոգևորականների ընդդիմադիրների կալանք են տալիս։ Ինչ հիմար ծիծաղելի բաների մասին եք խոսում ընդհանրապես։ Եվ այո, գալով 3 անհապաղ Արշակ Սրբազանի կալանքը վերացվեց, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ես կարծեմ Մարիամ ջան, ձեր մոտ նախորդ հաղորդման ժամանակ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս փուլում տոտալ տապալվել է եկեղեցու դեմ պայքարում, տանուլ է տվել, հասկացել է, որ ինքը եկեղեցու դեմ պայքարելով դրսի հրահանգով միմիայն իր նկատմամբ գեներացրել է ատելություն ու զզվանք։ Շատ շատերը հասկացել են, որ սա
ուղղակի պատվեր է կատարում, ուղղակի կազմակերպում է հայ ինքնությունը իդեմս հայ առաքելական եկեղեցու։ Եվ այդ պատճառով ընտրությունների նախաշեմին փորձում է հետ քայլ անել, դե էշին նստելը մի այբ է, իջնելը երկու այբ, հա։ Հիմա պետք է այնպես անի, չեք նկատել, որ արդեն մոռացել է եկեղեցին, էլ քջուց չեն անում հոգևորականների վեղարների տակ, կուսակրոնություն, չգիտեմ, KGB-ը մոռացել են այդ ամեն ինչի մասին, հիմա պերաշկի բան այդ օպերացիաներն են, փորձում են այդ բանով ուշադրություն շեղել եւ մոռացության մատնել, որ իրենք ինքնազոհաբար պայքարում էին հայ առաքելական եկեղեցին իբր մաքրելու համար։ Հիմա չկա այդ ամեն ինչը, որովհետեւ դիմաց ընտրություններ են եւ այս հրադադար, այսպես ասենք, այս փուլում, այս ճակատամարտ տերը Նիկոլ Փաշինյանը պարտվեց, հիմա որ սրբազաններին, եպիսկոպոսներին տնային կալանք է տալիս մեղմացնելով, հա, ինչ որ չափով այդ կալանքի ձևը, դա հենց դրա վառ ապացույցն է։ Հիմա կարծեմ մնացել է միայն Բաքրատ սրբազանը կալանքի տակ, չի բացառում որ նա էլ շատ շուտով կարող է ենթարկվել տնային կալանքի։ Սա անում է հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին։ Եվ եթե ինչ որ տես մի հատ ֆանտաստիկ սցենարով, որը ասենք գրեթե հնարավոր չի, հա, ֆանտաստիկ սցենարով այլ մոլորակայինների միջամտությամբ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին վերարտադրվի, առաջի հարվածը, կացնային հարվածը լինելու է եկեղեցու նկատմամբ։ Արդեն չի նայելու օրենք, օրինականություն, ամենավերջի մեթոդներով նա կազմակերպելու է հայ առաքելական եկեղեցին։ Եվ Նիկոլ Փաշինյանին ձայն տվողները պետք է հիշեն, որ իրենք ձայն են տալիս այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը կացնահարի հայ առաքելական եկեղեցին եւ վերջում էլ ավելացնեմ, որ ուր են մեր տիրադավները, այդ եպիսկոպոսները, որոնք Նիկոլ Փաշինյանի դամն էին պահում։ Ես 1000 անգամ զգուշացրել եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ գործ բռնողները միշտ քաշվում են, ու շատ վատ են քաշվում։ Դրանից ինչքան հեռու, այդքան ասում մոտիկ։ Ուր եք, հաստացի ձեզ օգտագործեց ու շպրտեց մի կողմ։ Բայց չի բացառվում, որ ինչի են հələ պահում էլի ձեզ, որովհետև հույս ունեմ, որ հունիսի 7-ից հետո կարող են էլի ձեզ օգտագործել, բայց ես ձեզ հիասթափեցնեմ, քանի շուտ եք ձեր գլխի ճարը տեսեք, որովհետև ձեզ շատ դաժան ճակատագիր է սպասվում, դուք մերժված եք լինելու, հիմա էլ եք մերժված, բայց հունիսի 7-ից հետո ընդհանրապես ձեզ ասենք բարև տալը, չգիտեմ, նմանվելու է, ասենք ինչ-որ Էնվեր Փաշային բարև տալուն են, մոտավորապես այդ տրամաբանությամբ գրոտեսկով եմ ներկայացնում։ Այնպես որ հարգելիներս Նիկոլ Փաշինյանին միջև հիմա ես չասեմ հետը համագործակցել, այլ օգտագործելու շահել են միայն Ալիևն ու Էրդողանը։ Մնացածը ով Նիկոլ Փաշինյանի հետ գործ է բռնել, քաշված է դուրս եկել։ Բայց երեք նաև Արշակ Սրբազանն էլ ըստ էության հենց Մեկուսյանի դիմաց լրագրողների զրույցում հաստատեց, որ կանգնելու է իրեն հայ առաքելական եկեղեցուն վախեցնել չի լինի, իրենք կանգնելու են պաշտպանել են եկեղեցին։ Մինչև վերջը հայ պաշտպանելու է հայ առաքելական եկեղեցին, ոնց որ հիմա իրենք ուղղակի ըստ էության ճակերտներն հոտնակող են եղել եկեղեցու։ Մարիամ ջան, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանին կողմ է քվեարկում հայ առաքելական եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն, որը հանդիսանում է հայի ինքնության առանցքային սյուներից մեկը։ Կողմ քվեարկելը Նիկոլ Փաշինյանին դա նշանակում է կացնահարել հայ առաքելական եկեղեցուն։ Այդքան բան։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։